Այս դեպքում մենք ներկայացնում ենք եւ ասում ենք, որ մի քանի ամիս առաջ ստեղծել, այնուհետև նորից տարանջատել, ինքը գործընթացը չենք գտնում ճիշտ։ Լավ, եւ այդ տեսանկյունից մենք չենք գտնում ուրեմն մասնակցության մեր անհրաժեշտությունը։ Երկրորդ խնդիրը, որպես կանոն արտահերթ այսպիսի նիստերի հետ կապված մենք միշտ մեր ոչ դրական մոտեցումը արտահայտել ենք, որովհետև հապշտապ վերվում են օրենք։ Պարոն Շարգիցյան, արդյոք կառավարությանը հակասություն չի, երբ որ ասում են, որ պետք է օպտիմալացում լինի, նախարարությունները միանան, դա արդյունավետ էին համարում, հիմա փաստորեն բաժանում են։ Եթե դուք մենք այս փուլում չհիմնավորված է, ըստ էության պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով։ Արդյոք ՕԵԿ-ը ներսրտած է, որ իրեն կոալիցիայի առաջարկ չի։ Ես կարծում եմ, որ դուք հասկանում եք ձեր հարցի ամբողջ ոչ այսպես կոռեկտությունը, ներսրտացություն չկա եւ չի կարող լինել, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ճանապարհն է գնում։ Մենք ստեղծել ենք ձևավորվում է ըստ էության նոր կուսակցություն հայկական վերածնունդ 150 կազմակերպություններով եւ մենք գնում ենք առաջ։ Այսինքն ձեր հարցը ներողություն եմ խնդրում, ընդհանրապես ոչ մի հիմք չունի եւ չի կարող ունենալ։